Պարոն Թորոսյան, ես առաջին հարցս, որ ուզում եի ձեզ տայի, կապված էր կոստյումի հետ ու հենց եկանք սկսեցինք նկարել, դուք հաստատեցիք իմ հարցի հիմնավորությունը։ Իմ մոտ միշտ տպավորություն ա եղել, որ դուք կոստյում չեք սիրում հագնել, դա երևում է ձեր տարբեր տեսանյութերից ու հանդիպումներից ես նկատել եմ ինչքան հնարավորություն լինում է կոստյումով չլինել, դուք կոստյումով չեք, ճիշտ եմ հասկացել։ Տես չի, որ չեմ սիրում, այդ բառը սխալ է օգտագործել, բայց տենց ազատություն սիրում եմ, եթե տենց վրա բան անենք, էլի, պերեֆրազիրովկա անենք, հա, իհարկե, հաճախ նույնիսկ աշխատանքի ժամանակ կարելի է մի քիչ նաև թեթև հագուստով լինել, եթե պաշտոնական առիթներ չկան, էլի, դրսում կամ թեկուստեղ, ընդհանրապես համարում եմ, որ տենց ֆորմալությունները տենց երկրորդական են, կարևորը բովանդակությունն է։ Բայց այդ ֆորմալությունները ինչ որ կարգ ու կանոնի համար են, չէ՞, նաև օրինակ դուք պատկերացնում եք իրավիճակ, որ պաշտոնյաները ով ինչ ուզի, երբ ուզի հագնի։ Պատկերացնում եմ ու տենց երկրներ կան, այդ թվում պարլամենտներում եւ այլն, օրինակ տենց casual են իրանք գալիս, ոչ թե ֆորմալ բիզնեսով ամբողջությամբ եւ չեմ կարծում, որ այնտեղ օրինակ այդ երկրները ավելի վատ երկրներ են կամ իրանց օրենքները ավելի անորակ են, բայց որոշման հարց է։ Տենց տարբեր մոդելներ կան, կա ինչ-որ միջին մի բան, որը բոլորի համար ընդունելի է։ Հիմա մենք ի պաշտոն է, հա, այսպես ասած, տենց ենք հագնվում, բայց չեմ կարծում, որ իրոք դա ամենակարևոր բանն է, էլի։ Կարևորը այդ ամեն ինչի ներսում կամ դրա արդյունքում ինչ է ստանում։ Հիմա եթե դու օրինակ ջինսով կարող ես լավ օրենք գրել, ավելի լավ է ջինսով գրես լավ օրենքը, քան թե փողկապով վատը գրես կամ գործ չանես, էլի, այդ տեսանկյունից։ Ես վաուց գրատախտակի մոտ չէի կանգնել։ Ձեր սենյակում 1 չէ, 2 գրատախտակ կա։ Առաջին դեպքն է երևի, հա, որ մեկը չհերիքեց, երկրորդը նոր է։ Ինչին չի հերիքում։ Ինչ է գրատախտակի։ Ես մի հատ բան ունեմ, տենց կարող է թերություն է իմ մոտ, կարող է առավելություն է, մտածում եմ ավելի շատ թերություն է իրականում։ Եթե մի բան մտածում եմ, որ պիտի անեմ ու դա ինչ որ միտեղ գրած չի, ես միշտ տենց անհանգիստ եմ, բայց որ միտեղ գրում եմ, իմանում եմ, որ չի կորի։ Այսինքն իրան հետևող կլինի, եթե նույնիսկ ես չլինեմ, որ մեկը կհետևի, ու այդ գործիքներից մեկը գրատախտակն են, մեկը ստեղ, մեկը այնտեղ, այս մի քիչ ավելի օպերատիվ հարցերի համար է, այն մի քիչ ավելի ստրատեգիական հարցերի։ Իհարկե նոր մեթոդներ ենք օգտագործում, ասենք համակարգչով եւ այլն, բայց այս շատ է ինձ օգնում, մանավանդ երբ որ օրինակ մեր աշխատակիցների հետ քննարկումներ են լինում, ասենք նայում եմ, գիտեմ ով ինչի համար է պատասխանատու, սկսում եմ հարցեր տալ, այս ինչ եղավ, այս ուր հասակ, սրանից ինչ կա, որոշ տեղերում ասենք օրինակ ժամկետ եմ դնում, որ չգիտեմ, այս պետք է անենք մինչև դեկտեմբերի վերջ, հարցեր եմ դնում, որ պետք է պարզաբանեմ, գործերին հետևելու համար շատ հեշտ է։ Իմ համար շատ հեշտ է, ոմանց համար երևի այդքան էլ չէ, ում որ հանձնարարում եմ այս ամենը չանելու, հետո անդադար հարցնում եմ, բայց ուրիշ տարբերակ չկա, այն որ ասում անգել ենք, պետք է քաշենք։ Այս բժշկի ձեռագրի համար բավականին ընթերնելի է հատուկ։ Ես բժիշկ չեմ աշխատել։ Մենակ բժշկական եմ աղա։ Այո, այսինքն ձեռագրի ինստիտուտից չի գալիս, պետք է աշխատել, հասկացա։ Ես չեմ ուզում ես բոլոր կետերով հատատ գնանք, բայց այստեղ հետաքրքրեց այս AFG համազգեստը ինչ է նշանակում։ Դե, չգիտեմ, ում գործի մեջ պետք է խորանանք, որ բացատրեմ։ Դե ՄՍԾ-ն մեր միասնական սոցիալական ծառայությունն է, մեր ըստ էության ձեռքերն ու ոտքերն են, մի մեծ համակարգ է 49 կենտրոններով, որը մի ֆունկցիա ունի, դա անձի ֆունկցիոնալության գնահատումն է, անձի ֆունկցիոնալության գնահատում, որոնք որտեղ աշխատում են 100-ից ավել, մոտ 100 մասնագետներ, 100-ից ավել։ Եվ ցանկություն կա իրենց համազգեստ տալ որևէ այլ ծառայությունների տիպով, հա, որ ասենք իրենց ճանաչեն, որ մարդիկ գալիս են իրենց մոտ գնահատում անցնելու, իրենք մի ատիպ ունեն, ոնց որ բժիշկներն են, չգիտեմ, ոստիկաններն են, բայց ավելի տենց իհարկե էլի ազատի, ասենք t-shirt-ի տարբերակով, ոչ թե տենց ֆորմալ, ասենք հետո էլ որ գիտեք, բաներ են դնում, ուսադիրներ են դնում։ Իրան ավելի ունիֆիկացված եւ տենց ընկալելի դարձնելու համար ու ոչ միայն այդպիսի ունիֆիկացիաներ են կանում, նաեւ բովանդակային, բայց դա էլ է մի հատ կետ, որ ուզում ենք անել, որ նաեւ ոնց որ պետության կամ այդ ծառայության ներկայացուցիչ իրանք ճանաչելի լինեն հենց տեղում, այդ մի քիչ նաև վերաբերմունք է փոխում, եթե անկեղծ ասենք, եւ
մարդիկ ավելի լուրջ են վերաբերվում, ավելի վստահում են, գիտեն, որ ինքը կարծես թե այդ ծառայության ներկայացուցիչն է։ Ոնց որ օրինակ բոլորը որ բժշկին տեսնում են սպիտակ խարաթով, միանգամից այլ վերաբերմունք ունեն, չէ՞, կամ ոստիկանին։ Բայց եթե ոստիկանը սովորական շորերով դու ինչ գիտես, ինքը ոստիկան է ու վերաբերմունքն էլ համապատասխան է դրա մասնակցությունը, ու իրանք հիմնականում բժիշկներ են, հիմնականում այդ մասնագետները մենք էլ ունենք հա էլի բժիշկներ այսպես ասած, որոնք որ չեն բուժում, բայց տարբեր հիվանդություններից առաջացած ֆունկցիոնալության սահմանափակումները գնահատում են, եթե շատ ժողովրդական լեզվով ասեմ, սա նախկին հաշմանդամության համակարգն է, որ կարգեր են շնորհում, բայց հիմա մենք կարգեր չենք շնորհում, հիմա կան ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ, միջին, ծանր, խորը, որոնք համապատասխանում են նախկին երրորդ, երկրորդ եւ առաջին կարգերին։ Ոնց անցնում ձեր աշխատանքային օրենսենակում, երբ գործ չեք անում, որտեղ որ մենք եկանք դուք համակարգչի մոտ գործ եք անում, ենթադրում եմ միշտ այդպես է, բայց գոնե մի 10-15 րոպե կունենաք չաշխատելու։ Ես շատ եմ դրա մասին մտածում։ Իսկ այտենց գիտեք, երբ որ ընդհանրապես ոչ մի բան չի լինում անելու, այտենց գրեթե չի լինում, որովհետև անդադար նախ կողքից բան են անում, մենակ ես չեմ էլի, ասենք տարբեր մարդկանց ինչ-որ բաներ ասում, ինձ էլ են ասում շատ, ու ես ակնկալում եմ, որ ինձ ավելի շատ պետք է ասեն։ Կոպիտ ասած, ես նաև երբեմն զարմանում եմ, որ ինձ կարող են թողնել անգործ նախարարությունը, որտեվ ես ճիշտ է նախարար եմ, բայց ես ակնկալում եմ, որ նախարարությունը ինձ պետք է աշխատացնի որպես նախարար։ Բայց միկրոմենեջմենթի չի վերածվում, չէ՞ դա։ Չէ, որտեվ իրանք հարցեր են լուծում, որոնք երբեմն չեն լուծվում։ Բայց իրանք անդադար փորձեն լուծել, բայց իրանք էլի չլուծվեն եւ պետքա լինում միջամտություն, հա, օրինակ զանգել այլ նախարարի, խնդրել, չգիտեմ, վարչապետ, փոխվարչապետ եւ այլն։ Դրանով պետք է ես զբաղվեմ, ես ակնկալում եմ, որ դա ինձ պետքա անդադար ասեն, եւ եթե անկեղծ ասեմ, դա էլի կարող է իմ թերություններից, հա, ես երբ որ իմ բանը նայում եմ օրը, հա, դա սովորաբար գրած է, երբ որ sense դատարկ տեղեր եմ գտնում, ասենք մի կես ժամից ավել, մտածում եմ, ասում եմ, ինչ կար պակաս անելու, գրադաստակի վրա, բերեմ, էդ էլ անեմ, մի գործը ավել անենք, բայց իհարկե, այտենց, չգիտեմ, օրինակ շատ շուտ որ գալիս եմ գործի, սովորաբար այտենց 7:30 տնից դուրս եմ գալիս ու այտենց 8-ին 10 պակաս տեղ եմ ելնում, այսօր մի քիչ ուշ եկեք, գիտեի որ դուք գալու եք, եք տեղավորվեիք, հա։ Շնորհակալություն այդ պահի համար։ Երաժշտություն եմ լսում մեկ ստեղ բանում եմ, HomePod ունեմ։ Իմ playlist-ը Apple-ը գիտի, սխմում եմ ինքը երգում։ Ասեք մենք է իմանանք, հետաքրքիր է, ինչ։ Ամեն ինչ։ Այն ամենաանսպասելին, որ չենք մտածի, որ կարող լսեք։ Անսպասելի։ Չէ, այտենց որ ասեմ ինչ-որ էքստրավագանտ կամ շատ բացառիկ բաներ եմ լսում, չէ, հիմնականում այտենց ժամանակակից այն ինչ-որ հիմա տրենդի մեջ է։ Այն անգլերեն ասած guilty pleasure, չգիտեմ հայերեն ոնց թարգմանենք մեղավոր հաճույք է, այսպես բառացի վատ աստացում ունեք այդ երաժշտության մեջ կամ այլ բաների մեջ։ Չէ, այտենց բան չունեմ, ընդհանրապես կուրքեր չունեմ, ընդհանրապես ոչ երաժշտության մեջ, ոչ կյանքում։ Որևէ կուրք չունեմ, էլի որ այտենց անվերապահորեն եւ ինչը լինի նախ հավատում եմ եւ բան եմ անում, հնազանդվում եմ, այսպես ասած, նույնն էլ երաժշտության մեջ այսօր մի բան կլսեմ, վաղը մեկ ուրիշ բան կլսեմ, բայց կան էլի այտենց որ պարբերաբար լսում ես, այս ժամանակակից տեխնոլոգիաները լավ են, էլի։ Ինքը գիտի էլի դու կսիրես, հաջորդը տալիս է։ Էտա լանչերին դուրս են գալիս գործընկերների հետ, այստեղ մոտակայքում մենք ով պիտի վճարենք։ Ամեն մեկը ձեր համար, թե հայկական պահակը այսօր ես եմ, վաղը դու ես։ Սովորաբար այսօր ես եմ, վաղը կամ միշտ ես եմ։ Միշտ դուք հասկացա, այն բազմոցները կիրառվում են որպես բազմոց։ Շատ եք օգտագործում, չէ՞։ Պրակտիկորեն ոչ։ Բայց այսօր առաջարկում եմ նաև այնտեղ շարունակենք զրույցը նստած, որ հա, կանգնած չմնանք, էլի, այդքան շատ լավ։ Ուզում մի քիչ ձեր աշխատանքի էությունից եւ ձեր փիլիսոփայությունից հենց խոսենք կապված ձեր գործի հետ։ Դուք հաճախ եք քայլում փողոցներում, վերջերս որպես նախարար։ Որպես նախարար ավելի քիչ հաստատ զուտ ժամանակի պատճառով մինչև այդ շատ էի քայլում։ Հիմա ասում եմ, մենակ այդ միջումներին մեկը գործից հետո։ Լինում է որ ձեզ օրինակ մուրացկան մոտենա։ Եղել է։ Հենց մուրացկան չէ, բայց քաղաքացիներ շատ։
Եվ ոչ միայն ստեղ նկատի ունեմ, նաև մարզերում, դե հաճախ նաև գնում ենք մեր կենտրոններ տարբեր տեղեր։ Ինձ օրինակ հետաքրքիր կլիներ այդ հանդիպումը, այսպես ասած, էլ օրինակ եթե լինի այդպիսի բան, ինչպեսին կլինի ձեր արձագանքը։ Նայեք, իրոք փիլիսոփայական հարց է, որտեվ ես այդ հարցին չեմ նայի միայն որպես նախարարի տեսանկյունից, էլի ես փոքրուց ինքս իմ համար որոշել եմ, որ մուրացկաններին օրինակ գումար չեմ տալու, սկզբունքորեն։ Պրինցիպիալ, հա, չեմ տալիս։ Շատ փոքրուց դպրոցի վերջի դասարաններից, էլի։ Հատկապես այն մարդկանց, ովքեր որ ակնհայտորեն կարող են աշխատել, կամ էլ այն մարդկանց, ում ակնհայտորեն շահագործում են, օրինակ, գիտենք, երեխաների հարց կա եւ այլն, ու եթե ես տենց բանի ակնատեսնեմ հիմա ի պաշտոն է, ես ինչ որ միջոցներ կձեռնարկեմ։ Եթե երեխա դա ոստիկանության հարցն է, կան դեպքեր, որոնք որ պարզապես անօթևան մեր քաղաքացիներ են եւ թվում է թե իրանք տենց դասական մուրացկանություն են անում, չէ, այդ դեպքերով զբաղվում ենք այդ քաղաքացիներով ու շատ հաճախ տեղավորում ենք իրենց մեր անօթևանների կացարաններ։ Բոլորը չի որ միշտ ուզում են մնան, որտեղ այդ կացարաններում նաև ինչ որ ռեժիմային պայմաններ կան, այսինքն մուտք ելք, տենց շատ կարգավորված է, անկարգ չէ, այդ մասով հիմա մի հատ լուծում ենք ուզում տալ, ուզում ենք մի կենտրոն ստեղծել, որը կլինի մոտավորապես անգլերեն ասած bed and breakfast, բաց ռեժիմի, որ այդ մեր քաղաքացիներ, որոնք այնուամենայնիվ չեն ուզում մնալ փակ տիպի հաստատություններում, ազատ կարողանան պարզապես գնալ, սնվել, գիշերել, լողանալ, հա, եւ թեկուզ ցերեկը զբաղվեն ինչով որ ուզում են։ Հիմա նախագծային աշխատանքների վրա ենք զբաղվում, շենք ունենք արդեն, մոտավորապես պատկերացնում ենք, բայց դրանից զուտ փիլիսոփայական այդ այն մոտեցումը ու ի պաշտոնը չի փոխվում հաստատ։ Վերջերս ընկերներով վիճում էինք, հետևել հարցի շուրջ ծով ունենալուց խոսք գնաց, ու sense մի մասը ասում էր պակասում ենք, որ մենք ծով ունենայինք, ինչքան ավելի քիչ կաշխատեինք, որովհետև ընդունված է, չէ, համարել, որ ծովային, հարավային ժողովուրդները ծովային թե հարավային։ Հարավային ու ծովային, sense երկուսի միքսը։ Որտեղ օրինակ Նորվեգիայում շվեյցարիայում կա միքսը է երկուսի, եւ կա ծով ու կա այդ հարավային տեմպերամենտ, այսպես ասած, ինքը հիմնականում, չգիտեմ ոնց ասեմ, որ ժարգոնային չլինի, աշխատել չսիրող մարդկանց մասն է։ Հեշտ ապրուստի հասանելիություն եթե կա, եւ օրինակ ծովը ինչի է դա ասոցիացումը, ձուկ, սնունդ, ամեն ինչ կա, լավ եղանակ, հա եւ այլն, տրամադրող ոչ մի բան չկա, քեզ տանջելու, հա, միգուցե, բայց միշտ չի որ դա տենց, հա, ու շատ տարբեր է։ Օրինակ հիմա Իտալիայում էլ կա ծով, բայց իտալացիք շատ աշխատասեր են, շատ։ Հարավում էլ Հարավում մի քիչ ավելի կարող է կարգապահության մասով կա խնդրեմ, բայց օրինակ հարավում էլ ինդուստրիայի որոշ կետ, օրինակ Նեապոլը ինքը բանա, չէ՞, տենց մի քիչ շատ տարբեր է, օրինակ Միլանից։ Այսինքն դրանց բարբար ունեն նույնիսկ սեփական եւ այլն։ Եվ ընդհանրապես ժողովուրդը շատ ավելի քիչ ազատ է կամ ավելի օրինապաշտության տեսանկյունից ավելի քիչ օրինապաշտ է, բայց ընդհանուր այդտեղ զարգացած ինդուստրիա կա։ Օրինակ նույն թեթև արդյունաբերությունը, տարբեր բրենդեր եւ այլն հենց Նեապոլից են, իտալական շատ հայտնի։ Ու իտալական սահմանադրության առաջի հոդվածը գիտեք ինչ է ասում։ Ասում է Իտալիան ժողովրդավարական հանրապետությունը հիմնված աշխատանքի վրա։ Այսինքն ինքնին ծովը ոչ մի բան դեռ չի նշանակում։ Փիլիսոփայությունը կարևոր է, բայց օրինակ նույն Հունաստանը, որը հենց առաջին հենց հույներին հիշեցինք ու վրացիներին է։ Բայց վրացիներն էլ տենց չի, որ աշխատասեր չեն եւ աշխատասեր չլինեին ու գոնե այս վիճակը չէին ունենա, որը մեր պես է մոտավորապես։ Բայց հարցը հենց գիտեք ինչու՞մն էր, այ դուք ուղիղ ծովը կապ չունի դրա։ Ուղիղ ծովը կապ չունի, բայց ասում եմ բերեի հենց դրան։ Տեսեք դուք ասացիք իտալացիները աշխատասեր են, վրացիներն էլ։ Հայերը ձեզ համար ձևակերպել եք, ինչպիսին են, ում հետ եք աշխատում։ Խառը։ Խառը։ Մենք շատ խառն ենք։ Մենք որ ասեմ շատ աշխատասեր ենք, սուտ կլինի։ Բայց որ ասեմ շատ էլ ծույլ ենք, այդ էլ սուտ կլինի, բայց մենք շատ գլուխ գովան ենք, ինչը մեզ խանգարում է։ Այդ թվում ինչ որ արդյունք տալուց, հա, որ մենք ամեն ինչի ընդունակ ենք, ինչը մեզ կանխարգելում է ավելի լավը դառնալուց։
սովորելուց, նոր հմտություններ ձեռք բերելուց, մենք որտեվ չգիտեմ, առաջի այս հայնա ստեղծել, առաջի գունավոր հերոստացույց, առաջի չգիտեմ, ինչ ասես կա առաջինը մենք ենք, չէ՞, ստեղծել ու դա մեզ տենց հպարտություն է տալիս, որ մենք դեմք ենք, բայց իրականում տենց չի։ Նախ այդ բոլոր ստեղծագործությունները ոչ Հայաստանի Հանրապետությունում են տեղի ունեցել կամ սովետական միությունում են տեղի ունեցել մեծ երկրում կամ արևմտյան հիմնականում արևմուտքում են տեղի ունեցել ու բացարձակ կարևոր չէ այդ մարդը հայ է եղել թե չէ։ Իսկ այդ մշակույթը եւ տնտեսությունը ծնել է այդ գյուտարարին, հա։ Հիմա ազգանունը հայի է եղել, դրանից շատ բան չի փոխվում։ Եվ այդ իմաստով մենք կարծում եմ, որ մի քիչ ինքնահայացման փոխվելու տեղ ունենք։ Այսինքն այո, մենք պետք է մի քիչ ավելի բան վերաբերվենք մեզ սովորական։ Մենք անսովոր չենք, էլի, մենք յուրահատուկ չենք, այդ ասածս։ Մենք սովորական ազգ ենք, որ պետքա product կարողանա տա, դրա համար անցնելով այդ բոլոր process-ները, կրթությունն է առաջին հերթին եւ ամեն ինչի հիմքում կրթությունն է, հետո աշխատանքն է, ծանր աշխատանքն է, շատ աշխատանքն է, հետո նոր product տալը։ Առանց այն առաջի երկուսի product չի լինում։ Իսկ մենք ուզում ենք, որ product-ը միանգամից լինի։ Ու բոլոր ոլորտներում, դա կլինի մշակույթ, կինո, չգիտեմ, թեթև արդյունաբերություն, ծանր արդյունաբերություն, ռազմաարդյունաբերություն, մյուս ոլորտները, գիտություն եւ այլն։ Մեր մոտ մենք ուզում ենք, որ այդ վերջի կտորը լինի առանց առաջի երկու կտորի, կրթության գիտելիքի եւ ծանր աշխատանքի։ Այդտեղ ես խնդրեմ տեսնում եմ իրականում, բայց նաեւ կարծում եմ, որ ընդհանուր տենց գլոբալ տենդենսների շրջանակներում հատկապես նոր սերունդը մեզնից հետո եկած սերունդը մի քիչ ավելի գետնին կպած է։ Ուզում եմ ասել պրիզմլյոնի ու հայերեն բառների մանգալի կպած է, ես հասկացա։ Ինչը շատ լավ է։ Բայց օրինակ նույն իտալացիները, այսինքն իրանք չեն համարում, որ իրանք ինչ որ հարցերում յուրահատուկ են։ Այդքան բան են տվել, չէ՞, իրանք էլ են տվել աշխարհում։ Բոլորն են ինչ որ նես չի, որ մենք ինչ որ հարցերով յուրահատուկ չենք, բայց ես ուզում եմ ասեմ, տենց մենք աշխարհի կենտրոնում չենք։ Եթե համեմատենք Իտալիայի ու Հայաստանի աշխարհի կենտրոնում գտնվելու մասով, իրանք ավելի կենտրոնում են։ Համաձայն եմ, հա։ Սկսած Հռոմից եւ Հռոմի թողած ժառանգությունից, որով հիմա ապրում են ըստ էության, ասենք туриզմը եւ ոչ միայն туриզմը, ընդհանրապես այդ ամեն ինչ որ ունեն, էլի։ Բոլոր երկրներն էլ ինչ որ առումով յուրահատուկ են։ Ես նկատի ունեմ, որ մեզ չվերաբերվենք այնպես, որ ամբողջ աշխարհը հետևում է մեզ, բան ու գործները թողած, տեսնեն Հայաստանի Հանրապետությունում իր քաղաքացիները կամ իշխանությունները կամ մտավորականները ինչով են զբաղված ու գան մեզ հասնեն օգնության, փրկեն մեզ։ Եվ մեզ պահեն, որտեղ մենք այնքան կարևոր ենք համաշխարհային քաղաքակրթության համար, որ չի կարելի թողնել, որ մենք կորչենք։ Հասկանում եք։ Ես ասում եմ, չկա դες բան։ Լրիվ հակառակն է։ Բոլորը այնքան դարդ ու ցավ ունեն, բացարձակ էական չի ստեղ ինչա տեղի ունենում շատերի համար, մեզ պետք է միայն հետաքրքիր ինչա ստեղ տեղի ունենում, որի վրա պետք է աշխատել, որ ինչ որ բան տեղի ունենա, ոչ թե պարզապես տենց ինքնահոսի գնա, բայց հա, իհարկե շատ տարբեր է, բայց նկատի ունեմ սրա մասին խոսելը չի խանգարում, բայց նաև գործել է պետք։ Ու օրինակ մեր նախարարության անունը, չէ, հենց աշխատանքի եւ սոցիալական հարցերի պատահական չի, որ ստանցա դրված, մենք պետքա նաեւ այդ տարին նաեւ ոգի հաղորդենք, հա, ու ես հաճախ ասում եմ, որ մեզ ասում են նպաստները կտրեցիք, ցածր է, չգիտեմ եւ այլն, ասում են Ժորժ ջան, հա, օքեյ, պետությունը պետք է օգնի բոլորին, ինչքանով որ կարա, հա, պետությունը նաեւ դա դուք եք ստեղծում այդ բարիքը, բյուջեն եւ այլն, օթից չի գալի։ Բայց դրա լուծման միակ ձևը աշխատանքն է։ Եթե դու կարող ես աշխատել, ասեն աշխատ ունակ ես, չունես այնպիսի հիվանդություններ, որոնք քեզ խաթարում են աշխատելուց կամ այնպիսի հանգամանքներ, օրինակ հոգ չես ստանում քո մեկ ուրիշ հարազատի կամը, որը ինքը ունի տենց խնդիրներ, դու պիտի աշխատես։ Ձև չունես չաշխատելու։ Չաշխատեցի սոված ես մնալու, վերջ։ Էսա մեխանիզմը։ Յուրահատկություններից ինչ կնշեք, որ ասում եք բոլորն ունեն, այն մերը ո՞րն է։ Դե ասացինք էլի գլուխ գովանենք։ Այդ չէ, լավ յուրահատկություն։ Գլուխ գովանը ոնց որ այնքան էլ լավ չի։ Որն է մեր էլի միջազգային բառ օգտագործում, ֆիշկա կոչվածը, հա։ Ինչի վրա մենք օրինակ պետքա ավելի շատ ուշադրություն դարձնենք, բայց թերագնահատում ենք այդ ու զբաղված ենք այդ ձեր ասած գլուխ գովանությամբ։ Անկեղծ ասեմ, մենք չունենք տենց ֆիշկա։ Մենք սովորական ժողովուրդ ենք այդ իմաստով։ Ես տենց եմ կարծում։ Ու դա ավելի է օգնում գետնի վրա մնալ, քան թե հակառակը։ Իհարկե
երկրի բաներով պարամետրերով պայմանավորված, ասենք ծով չունենք, փոքր ենք, լեռնային ենք, հա բաներ կա, որ մեր մոտ կարող է մեր տափաստանային հարևանից օրինակ լավ լինի դրա վրա զարգացում, բայց դա ժողովրդին ու ազգին բնորոշ բան չի, էլի։ Հիմա ասենք լեռներ ունենք, եկեք լեռնադահուկային туриզմ զարգացնենք, չնայած ձուն չի գալիս, այս վերջերս խնդրեմ է, կամ ծով չունենք, բայց միտք ունենք, IT-ին զարգացնենք, օքեյ, դա անում ենք, բայց դա ժողովրդին ու ազգին բնորոշ բան չի, դա ցանկացած մեկ ուրիշ տեղանքում այդ նույն պայմանները լինել, նույն բանը կարելի է ասել։ Ընդհանրապես մարդու Homo sapiens-ի գենոմը նույնն է, էլի, ամբողջ աշխարհի վրա, եւ այդ մարդուն ինչ պայմանների մեջ գցես, որևէ մի առանձնյակի, հա, այսպես ասած, ինքը այդ կերպ է մեծանալու։ Իտալիայի հետ կապված դուք գրառում եք արել, որ հանդիպել եք Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց նախարարի հետ, այսինքն ես չգիտեմ, առանձին նախարարություն կա այնտեղ, այդպեսի։ Իրանց մոտ կառավարությունը շատ տարբեր է, այնտեղ կան նախարարություններ, որոնք օրինակ նույն սոցիալական հարցերի ու աշխատանքի նախարար էլ կա, բայց նաև կա հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով նախարար, բայց ոչ նախարարություն։ Հա, առանձին նաև կան առանց պորտֆելի նախարարներ, որոնք իրանց տակ ինստիտուտ չունեն, անձնակազմ ունեն, բայց բյուջե ունեն եւ ուղղորդում են այդ ուղղություններով, հա, այդ շատ հետաքրքիր փորձ էր։ Որոշ բաներ մենք էլ պետք է ստեղ անենք, այնց չի որ չենք անում, բայց իհարկե շատ տեղ ունենք էլի։ Վերջերս ձեր հարցազրույցներից մեկում նշում եք, որ կանայք Հայաստանում, առնվազն Հայաստանում ավելի արդյունավետ են, քան տղամարդիկ աշխատանքի մեջ, ինչ տենց խտրական վերաբերմունք տղամարդկանց Հայաստանում չեմ ասել ամբողջ աշխարհում, հա։ Ես դա ասել եմ, որ տենց հետազոտություններ կան եւ կան, այդ ապացուցված է, ոչ թե կանայք ավելի արդյունավետ են, այլ եթե կա օրինակ 10 հոգանոց կոլեկտիվ, հա, թիմ, աշխատանքային թիմ կամ 100 հոգանոց։ Ու կան երկու մոտավորապես նույն գործով զբաղվող թիմեր, 200 հոգանոց։ Միտեղ կա 10 կին, միտեղ կա 40 կին, ապացուցված է, որ այն կոլեկտիվը, որ կա 40 կին, նույն գործը ավելի էֆեկտիվ ու ավելի արագ ու ավելի էժան է անում։ Ինչի հաշվին է դա։ Ձեր առանձնահատկությունների հաշվին է։ Ձեր թիմում քանի կին կա, որքան է տոկոսային կազմում։ Մեծամասնությունը գիտեն։ Մեծամասնությունը կանայք են։ Առողջ նախարարությունում, այո։ Հա, բայց չեք ուսումնասիրել, ինչն են այդքան լավ անում, որ դե իսկ ինչ այստեղ հակառակ կանխավարկածից է պետք գալիս, ինչը պետքա վատ անային։ Ամեն ինչն լավ են անում, ինչ որ մենք ենք լավ անում։ Իսկ ինչի պետքա ինչ որ բան վատ կամ այլ կերպ անային։ Այստեղ հարցը հենց դրանում է, որ իրանք միշտ հատկապես այս օրիենտալ հասարակություններում ստորադասված են եղել, արևմուտքում են ստորադասված եղել, բայց իրանց մոտ արդեն պրոգրեսը շատ ավելի առաջ է, քան արևելքում, հա, եւ ըստ էության այդ հարցը չի էլ ծագում այլևս այնտեղ, հա։ Մեր մոտ կարծում եմ, որ ժամանակն է, որ չծագի։ Իհարկե կան հավասարություն, իդեպ դա էլ է մեր զբաղվելու խնդիրներից մեկը կանանց հարցերը, հենց մեր նախարարությունը քաղաքականություն է մշակում այդ իմաստով։ Օրինակ կա աշխատավարձի բաց կանանց եւ տղամարդկանց միջև։ Նույն գործը, որ անում է կինը, ու նույն գործը, որ անում է տղամարդը, տղամարդը շատ աշխատավարձ ստանում։ Այդ Հոլիվուդում նույնիսկ այդ խնդիրը ինչել այսօր։ Ինչի։ Դա կոնկրետ խտրականություն է, որտեվ եթե գործն է, արդյունքն է կարևորը, երկուսն նույն արդյունքն են տալիս, կապ ունի սեռին։ Եվ նմանատիպ այլ բաներ, իհարկե ֆիզիոլոգիան չխառնելով, մյուսի այդ բարձր բաներ կան, որ միայն կանայք կարող են անել, եւ բաներ կան, որ տղամարդիկ չեն կարող անել։ Բայց նաև այդ դերերի հավասարությունը բանի իմաստով կենցաղում պատասխանատվություն կիսելու, դրա մասն պետք է խոսանք, երեխաների նկատմամբ խնամք տանելու, դա էլ է մի մեծ թեմա է։ Խնամքի տնտեսություն գաղափար կա, հասկացություն կա իմ ամբողջ աշխարհում, որ խնամքը ինքնին դա աշխատանք է, որ կինը երեխա է ունենում, մեծացնում է, հետո ընտանիքի մյուս անդամներին է խնամում, այդ թվում հիվանդ անդամը հիմնականում կանայք են, չէ՞, խնամում, մայրերը, կանայք եւ այլն, քույրերը եւ այլն։ Այսինքն դա որ չդիտվի որպես խտրականություն կամ կնոջ ինչ որ սոցիալական դեր տալու միտում, այլ աշխատանք։ Որտեվ դա մեծ բեռ է այդ մարդու կյանքում ու ինքը դրանով ըստ էության էլի փակում է իր արժեվ շատ այլ հնարավորություններ, չէ՞, ինքը կարիերայում չի կարողանում ավելի մեծ առաջընթաց ապահովի, իր անձնական կյանքն է ստորադասում եւ այլն, եւ պետությունները ու հասարակությունները հիմա նաեւ
այնպես վերաբերմունք են ցուցաբերում։ Շատ տեղը դրա համար փող են տալիս օրինակ, նույնիսկ կամ ստաժ են հաշվում։ Մենք էլ ունենք այդպես կարգավորումներ ու այդ ուղղությամբ աշխատում ենք։ Նկատի ունեմ դա հարցեր է, որոնց մասին մենք պետքա խոսենք եւ մտածենք ու չենք կարող անտեսենք էլի։ Ոնց որ խտրականություն չկա, հակառակն է, միշտ հիմա։ Մի կարճ զուտ հետաքրքրեց, ձեր Վիկիպեդիայի ջով դուք եք զբաղվում։ Չէ, փորձել եմ զբաղվել, երբեք չի ստացվել, որովհետեւ չի կարելի։ Որտեղ գիտեք ինչ աչք ցակեց, ասես ձեր կենսագրությունը եւ այլն, ասես մի առանձին փոքրիկ բաժին է, Արսեն Թորոսյանը որպես աթեիստ, ու սենց կետեր անշած, ինչ արել ինքը որպես աթեիստ։ Ինչա ձեր հետ կապված միշտ դա շեշտվում ու դուք էլ եք մեկ-մեկ շեշտում։ Դե հարց են տալիս, պատասխանում եմ, տենց ոնց որ իմ ատրիբուտներից մեկն է, հանրային կերպարի, հա, կարելի ասել։ Բայց դուք ուզում եք որ դա լինի ձեր։ Ու դա եղել է մինչև հանրային գործով զբաղվելը, մենք Facebook-յան խումբ ունեինք, մի հատ աթեիստ եմ, ես այդ խմբի admin էի, հիմա դուսա մեկ է, հա, դա ես տենց մարտնչող մի քիչ չէ ժամանակ երևի։ Եթե այդ բառը դրական իմաստով եք օգտագործում։ Դե հա, էլի ռուսերեն բառ եկավ մտքից, միանգամից թայ воинствующий աթեիստ կոչված է, էլի, հա։ Դե մարտնչողը չի воинствующий։ Երևի, հա։ Հիմա տենց իհարկե հրապարակային շատ փորձում եմ չխոսել դրա մասին, որ որոշ մարդիկ չվիրավորվեն նաև, որովհետև տենց բան կա, չէ, ասում են դու վիրավորում ես մեր կրոնական զգացմունքները, բայց ամեն մարդ ինքն է, խղճի ազատությունը ոչ մեկ չի չհասկացել։ Հա, Վիկիպեդիայի դրա համար հարցրի, որովհետև դա ընդեղ էլ է շեշտած։ Դե այդ ես չեմ գրել, ու անկեղծ փորձել եմ, որովհետև նույնիսկ մեկ-մեկ ելնում էր ինչ որ թարմացում էր լինում պաշտոնի բանի, որ պետք է փոխել, տենց հա հետաքրքրում է ոնց կարանք դա փոխենք, դե ասին որ ինչ որ խմբագիրներ կան, իրանք անկախ են գործում, իրանց վրա չի կարելի ազդել, տենց ինչ որ ավտոմատ փոխվում է, բացարձակ չգիտեմ ով է գրում եւ ոնց է դա թանապս թարմացվում։ Բայց իմ ինքնակենսագրական մեջ որ ես եմ գրում դրա մասին խոսքը հասկացա։ Պարոն Թորոսյան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Վերջում ասես կարճ ունեք երազանքների աշխատանք, որ ասես հանգիստ խղճով երբ որ այստեղ գործերը ավարտեք զբաղվելու եք դրանով։ Չէ, բայց երազանքների զբաղմունքներ ունեմ, օրինակ որ միշտ ծմերելներ, ես էլ միշտ տավ քշեի, շատ երջանիկ կլինեի։ Սպասենք, որ կլիման տեսնենք ոնց է լինում։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալ։